Շուտով խորհրդարանում քվեարկվելու է վաղուց շրջանառվող Հայաստանի դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։ Նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմձայն 11 անդամից։ Հիշեցնենք, այժմ հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որից 6-ը դատավոր են, 2-ը ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Սակայն նոր նախագծով անդամների թիվը ավելացվում է, կազմված կլինի 11 անդամից, որից 5-ը ոչ դատավոր անդամ, 6-ը դատավոր։ Իրավաբանները սա համարում են վտանգավոր, քանի որ առավել խոցելի կդառնան դատավորները։ Փաշինյանի ՀԿ սեկտորը այդ կերպ կփորձի ճնշել իշխանության համար ոչ հաճելի դատավորներին, ընդհուպ ցանկացած դատավորի նկատմամբ կհարուցեն կարգապահական վարույթ։ Ահա այսպես, դատավորներին պատերի տակ վնգստացող անվանած Նիկոլ Փաշինյանը հիմա ամբողջովին բռի մեջ կպահի երբեմն ինքնուրույն որոշումներ կայացնող հազվադեպ դատավորներին։